Տասնյակ վրաններ, հարյուրավոր երիտասարդներ, հազարավոր գաղափարներ։ Seaside Startup Summit-ում ամեն քայլափոխի փորձում են ապացուցել, որ մեծ ընկերությունները ծնվում են ոչ թե պատահաբար, այլ ճիշտ մարդկանց ճիշտ պահին հանդիպելու արդյունքում։ Այս անգամ այդ մարդկանց թվում են նաև Idram եւ ID Bank ընկերությունների ներկայացուցիչները։ Նրանք եկել են որպես մենթորներ, որոնք արդեն անցել են այն ճանապարհը, որով հիմա միայն սկսում են քայլել ստարտափների հիմնադիրները։ Օրվա ընթացքում միայն մեկ մենթորական սեղանի շուրջ ավելի քան 40 թիմ է հավաքվում։ Հարցերը տարբեր են՝ ինչպես վաճառել առաջին պրոդուկտը, ինչպես գտնել առաջին հաճախորդին, ինչպես դուրս գալ միջազգային շուկա։ Իսկ պատասխանները ոչ թե դասագրքերից, այլ իրական բիզնեսի փորձից։ Բազմաթիվ հետաքրքիր պրոյեկտներ հանդիպեցինք ու քննարկեցինք, թե իրենց գաղափարի զարգացման ինչ փուլերով կարող է անցնել եւ ինչ հետաքրքիր պրոյեկտներ կատարել։ Ես վստահ եմ, որ շատ հետաքրքիր գաղափարներ մենք ամիսներ հետո կտեսնենք մեր շուկայում։ Ամենակարևոր գաղափարը, որ մենք իրենց տվել ենք, նաեւ եղել է այն, որ պետք է ոչ միայն սիրահարվեն իրենց նորարարությունների վրա, այլ նաեւ պետք է իրենց շեշտը դնեն իրենց հաճախորդների գոհունակության բավարարման վրա։ Մենթորների խոսքով ամենահաճելի բացահայտումն այն էր, որ այս տարվա հիմնադիրները մտածում են ոչ միայն լավ պրոդուկտ ստեղծելու, այլև այն ճիշտ վաճառելու մասին։ Իսկ դա հաճախ այն փուլն է, որտեղ շատ ստարտափներ կանգ են առնում։ Շատ հաճախ վաճառքը դուրս է մնում, պրոդուկտը դառնում է առաջնային, բայց վաճառքը դուրս է մնում, որտեղ ֆաունդերներն էլ հաճախ տեխնիկական բեքգրաունդ ունեցող մարդիկ են։ Բայց այս պարագայում ես իրոք տպավորված եմ, թե ոնց որ ինչքան հետաքրքրվածություն կա վաճառքներով ու այդ հարցերը, որ ստանում ենք, շատ լավն էր, դինամիկան ընդհանուր շատ տպավորիչ է։ Իսկ ժյուրիի կազմում ընդգրկված ID Bank-ի թվային բանկինգի տնօրեն Սերգեյ Արաքելյանը մեկ օրում լսել է ավելի քան 10 տարբեր ստարտափի ներկայացում։ Առողջապահությունից մինչև տիեզերական տեխնոլոգիաներ, ռիսկերի կառավարումից մինչև առօրյան հեշտացնող լուծումներ։ Նրա խոսքով նման միջոցառումների արժեքը միայն հաղթող ընտրելը չէ։ Երբեմն ճիշտ հարցը կարող է ավելի կարևոր լինել, քան բարձր գնահատականը։ ID Bank-ի համար միջոցառման մասնակցությունը շատ կարևոր է, որպեսզի տեղեկացված լինի, մասնակից լինի այն process-ների, որոնք այստեղ կատարվում են, իրենցից ներկայացում է շատ հետաքրքիր, ֆորմատը շատ հետաքրքիր է, ներկայացված են լինում տարբեր տեսակի ստարտափներ, որոնցից մի մասը նաև ֆինանսական ոլորտին առնչվող, հետևաբար մեզ այնտեղ, որտեղ կա ֆինանսական ոլորտին որևէ ձևով առնչություն, մեզ հետաքրքիր է հատկապես, երբ որ խոսքը գնում է ժամանակակից AI-ով հագեցած լուծումների կամ տեխնոլոգիական զարգացմանը։ Seaside Startup Summit-ը մեկ անգամ եւս ցույց տվեց. Հայաստանում գաղափարների պակաս չկա։ Պետք է միայն լինեն մարդիկ, ովքեր պատրաստ են կիսել իրենց փորձը, օգնել խուսափել արդեն անցած սխալներից եւ ճանապարհը մի փոքր ավելի կարճ դարձնել։